Աղբատի միջնակարգ դպրոցում տեղակայված Նաիրի բակային ճամբարը գործում է արդեն երկրորդ տարին։ Ճամբար հաճախող երեխաները կարճ ժամանակահատվածում հասցրել են պատրաստել համարներ, որոնք ներկայացրին հանդիսատեսին հյուրերին։ Նրանք իրենք էին պարեր բեմադրել, սակայն նրանց համաչափ և ճկուն կատարումն ասես մասնագետի ձեռքի գործ լիներ։ Գեղեցիկ պարային բեմադրություններից բացի ճամբարականները հանդես եկան երգով ու ասմունքով ներկայացրին մի կաթիլ մեղրը հեքիաթը։ Վլադիմիր Բեկթաշյանը բացման խոսքում պատմեց Մանես հիմնադրամի գործունեության ընթացքում իրականացված ծրագրերի մասին։ Աղբատի ճամբարը կազմակերպվածներից մեկն է մեր տարածքաշրջանի ճամբարների և ես համոզված եմ այսօրվա հանդեսն էլ ցույց տվեց, որ այստեղ նաև դաստիարակչական կազմակերպական լավ աշխատանք է կատարվում։ Երեխաներ, սննդից գոհ եք։ Թե բարձրաձայն ասում եք, որ խոհարարը չվիրավորի։ Ուրեմն, եթե սննդից գոհ են երեխաները, ազատ ժամանակի կազմակերպումից գոհ են, մեր ծնողները դժգոհություններ չունեն, ուրեմն Մանես բարեգործական հիմնադրամը, նրա հոգաբարձուների խորհրդի անդամները իրենց նպատակին հասնում են աստիճանաբար։ Ես շնորհավորում եմ ձեզ ճամբարային սեզոնի բացման կապակցությամբ, ցանկանում եմ ակտիվ հանգիստ և նոր ուսումնական տարում բարձր գիտելիքներ։ Հաջողություն ձեզ բոլորին։ Շատ գոհ եմ ինքս, նախ զբաղվում է, սիրով է հաճախում, սննդից գոհ է, ընդհանրապես տանն էլ, երբ տուն է գալիս, հաճախ հարցնում ենք, բան չի ցանկանում ուտել։ Հետաքրքիրն է, որ արշավներ են գնում, դա մեր նկարչության ժամը, հեքիաթներ են կարդում։ Նաիրի ճամբարի պետ Հասմիկ Ադամյանի համոզմամբ ճամբարը երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու լավագույն տարբերակներից է, քանի որ երեխաներն առանց ընտանիքներից հեռու գտնվելու հնարավորություն ունեն հանգստանալու։ Ճամբարի ընթացքում, քանի որ այստեղ նաև թորնիկներ են գալիս, նաև ամռան ընթացքում մեր երեխաները շփվում են, որը հնարավորություն է տալիս նրանց, ասենք, քաղաքի երեխաների, տարբեր համայնքների երեխաների հետ, ինչի արդյունքում ավելի լայնանում է նրանց մտածելակերպը, փոխվում է մտածելակերպը և թարմ շնչով գալիս են սեպտեմբերին դասի։ Կայծոն բակային ճամբարում միջոցառումը սկսվեց տողանով ու մարմնամարզությամբ։ Իրենց ֆիզիկական պատրաստվածությունը ցույց տալուց հետո ճամբարականները ներկայացրին միջոցառման գեղարվեստական մասը։ Ճամբարականների շուրթերից հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ հնչեցին։ Ես անգլիացիորեն ասած, երբ գալիս է ոչ թե սեպտեմբերը, այլ հուլիսը, ես էլ եմ անհանգստանում և ինքս էլ եմ ոգևորվում, քանի որ գիտեմ, որ գործ ենք ունենալու մեր մանուկների հետ, մեր այս գեղեցիկ բալիկների հետ և անկախ նրանից, թե ինչքան կաշխատենք, որ ժամանակ կաշխատենք, բացարձակ չենք օգնում և անում ենք այն, ինչ որ մեզ ավագներից է հասանելի, իբարыз մեր երեխաների, իբարыз ձեր զավանը։ Ես կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ, որ լավ հանգստանաք, որ սեպտեմբերի 1-ը լավ ունենանք։ Հաջողություն։ Ռամազյանների ընտանիքից 3 ճամբարականներ կան՝ Աստղիկն, Անահիտն ու Շավարշը։ Նրանք բոլորի նման հաճույքով են հաճախում ճամբար։ Այստեղ շատ հետաքրքիր է ժամանակն անցնում։ Տան ընկերներ չկան, մենք 2-3 երեխա ենք, այստեղ շատ երեխեք կան, դրա համար գալիս ենք։ Ինչպես մնացած ճամբարներում, այստեղ էլ Ավետ Թամազյանն ու Վլադիմիր Բեկթաշյանը հետաքրքրվեցին խոհանոցով։ Կայծոն բակային ճամբարում Անահիտ Շահնազարյանին է վստահված երեխաներին համեղ կերակրելու բարդ ու պատասխանատու գործը։ Ոչ միայն չունե որ ընտանիքի երեխաներն են լիարժեք ուտում, այլ ավելի շատ ուտում են ունե որ ընտանիքի երեխաները։ Եվ շատ ժամանակ ասում եմ, ոնց ասենք դու սուպը չկերար, ասենք տեսնում են որ նա ունե որ երեխա է, նրանք ուտում են։ Դե ասում են նա երևի կարող է տանը չի էլ կերել, չգիտի դա ինչ ճաշ է։ Դες կատակում են էլի ասենք երեխեքը։ Մյուս ճաշատեսակներից ասենք ինչ որ մնացորդ եթե մնում է պյուրեից ոչ մի բան չի մնում։
2005 թվականից գործող Դուքանաձոր ճամբարում, որը Թեղուտ գյուղի դպրոցում է տեղակայված, ճամբարի բացման արարողությունը սկսվեց 3 տարիքային խմբերի բաժանված կարմիր, կապույտ, ծիրանագույն ջոկատների մասնակցությամբ։ Երեխաները երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Եկեք որպես հոբելյանական տարի, 5-րդ տարի, ծափահարենք Դուքանաձոր ճամբարի, նրա հովանավորներին, կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր ջանք ու յանամ չեն խնայել ճամբարը ստեղծելու եւ բարեկեցիկ առօրյայով, հաճելի զվարճալի առօրյայով լի օրեր բարգեւել մեզ բոլորիս։ Ծափահարություններով շնորհակալություն։ Հաճելի է բոլոր ծնողների կողմից եմ ասում, շատ հաճելի է, որ երեխաները նման հնարավորություն են ստացել իրենց ժամանակն անցկացնելու համար։ 4-րդ անգամ եմ ճամբար այցելում եւ ամեն ինչ լավն է, ընկերները։ Հանդիսավոր տողանից հետո ճամբարականները շարժվեցին դեպի Թեղուտի մշակույթի տուն։ Ճամբարի պետը տեղեկացրեց, որ դպրոցի դահլիճում ընթանում են վերանորոգման աշխատանքներ եւ ճամբարային 6-րդ տարում արդեն սեփական դահլիճում հնարավորություն կունենան կազմակերպել միջոցառումները։ Մշակույթի տանը հնչեցին շնորհակալական խոսքեր այն մարդկանց հասցեին, որոնց աջակցության ու հոգացության շնորհիվ իրականացվում է այս ծրագիրը։ Շնորհակալական խոսքերը լրացնելու էին գալիս գեղեցիկ կատարումները։ Թեղուտի միջնակարգ դպրոցի եւ Դուքանաձոր ճամբարի ճամբարականները շնորհակալություն են հայտնում ձեզ մեր դպրոցի հիմնարարողման համար։ Ձեր նվիրական, հոգատար վերաբերմունքի եւ այն ամենի համար, որի շնորհիվ Թեղուտի մտաղ սերնդի կյանքն հասնում է վայրի ժամանցով, հանգստի ու զվարճանքի անմոռանալի ճամբարային կյանքով։ Սիրով նվիրում ենք այս երգը պարոն Մեժնումյանին։ Ընկերավետին ճանաչում են խանդավառությամբ, որպես մեծ ընկերոջ, որպես մի մարդու, որը անշահխնդիր, նվիրական իր բոլոր մոտեցումներով իսկական ճամբարի ղեկավար է։ Մենք նույնպես դրանից ասում, Արոն Թամազյան, եւ ուրախ ենք, որ այս դժվարին օրերին, իսկապես դժվարին է, որովհետեւ մանուկների հետ գործ ունի։ Մանուկների հետ գործ ունենալը չպետք է հեշտացնել։ Հեշտացնելիս ուրեմն ոչինչ չի ստանում։ Այս դժվարին աշխատանքում անընդհատ դեսետ է։ Ավարտվեց ճամբարների բացման պաշտոնական արարողությունը։ Առջևում դեռ հետաքրքիր օրեր են՝ մեկօրյա հանգիստ բնության գրկում, մեծ գալահամերգ եւ ավանդական խարույկ։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։